տարածքից հատվածներ եւ որևէ կերպ չի արտագաղթում այդ օկուպացված հատվածներից դուրս գալ։ Իրանը բազմիցս խոսել է կարմիր գծերի մասին, այդ օկուպացված տարածքների, արտատարածքային միջանցքների եւ այլն մասին։ Ես ուզեմ եւս մեկ անգամ հստակեցնել, կարմիր գծերը պահպանվում են, նույնն են, ու եթե կարելի է վերահաստատեք կետերով, թե որն է Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ։ جناب سفیر، شما در صحبتاتون در خصوص حاکمیت مرزها صحبت کردید و همچنین ارمنستان و آذربایجان رو برا کندید تا به کاهش تنش در راستای کاهش تنش گام بردارند، ولی علیه حال باکو در سرزمین های حاکمیت ارمنستانی را به اشغال در آورده و واکنشی از طرف اونها مشاهده نمی کنیم برای خروج از این سرزمین هایی که اشغال کرده و ایران بارها در خصوص تاکید کرده در خصوص خطوط قرمز ایران و همچنین در مورد کریدور فرامنطقه‌ای اشاره کرده. آیا خطوط قرمز ایران هنوز در واقع این خطوط قرمز وجود داره، تغییر نکرده و اگر امکان داره بار دیگر ما در مورد این خطوط قرمز از طرف شما بشنویم؟ ما نه، خطوط قرمز ما تغییر نکرد. Ոչ, մեր կարմիր գծերը չի փոխվել. بارها من هر وقت که میام مصاحبه میکنم این رو از من میپرسن. Անգամներ, երբ որ հարցազրույց եմ տալիս, այս հարցը ինձ ուղղում է. و وقتی که من به تهران گزارش میکنم که دوستان ارمنی مرتب این از من میپرسن، باعث تعجب اونها میشه. Երբ որ ես Թեհրանին զեկուցում եմ, որ մեր հայ ընկերները անգամներ այս հարցը ինձ տալիս են եւ դա իրենց զարմանք է պատճառում. مخالفت با تغییر مرزهای بین‌المللی این خط قرمز توسط عالی ترین مقام ما در ایران اعلام شده و هیچ کس نمیتونه از این عدول بکنه. Ուրեմն միջազգայինորեն ճանաչված սահմանների փոփոխության հետ փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ դեմ է արտահայտվել մեր երկրի ամենաբարձրաստիճան ուրեմն ղեկավարի մակարդակով եւ հնարավոր չէ ուրեմն անտեսել այն. برای اینکه شما دوباره تکرار کردید و من هم دوباره پاسخ شما رو میدم. Հաշվի առնելով որ դուք կրկնեցիք այդ հարցը, ես կպատասխանեմ ձեր այդ հարցին. ما قاطعاً مخالف تغییر مرزهای بین‌المللی و تغییرات ژئوپلیتیکی در منطقه هستیم. Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ ուրեմն փոփոխությանը եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. و اعتقاد داریم که اگر مشکلاتی در مرز وجود داره باید با تفاهم، گفتگو و فهم متقابل و احترام به حاکمیت ملی کشورها و تمامیت ارضی کشورها حل و فصل بشه. Մենք գտնում ենք, եթե սահմանում կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելով. و ما از راه حل مسالمت آمیز برای تعیین مرزهای بین‌المللی حمایت می‌کنیم. Եվ մենք աջակցում ենք խաղաղ ուրեմն միջազգային սահմանների ուրեմն ճանաչման խաղաղ եղանակը.